Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում ձեր սպասված Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան, ամենաարևաբույր խոհանոցից։ Ինչպես նշեցինք, բարեկամներ, այսօր ուտեստ ենք պատրաստելու մեր ազգային խոհանոցից ուտեստը այն մեր ջեռեփուկների շարքից է եւ կոչվում է Արագածոտնի ջեռեփուկ։ Ջեռեփուկ բառը հուշում է արդեն, որ ուտեստը պատրաստվելու է շատ ավելի գոլորշում է, այսինքն շոքի մեջ, ջեր եւ փուկ, ջերոցում։ Ոչ թե ջերոցում, ներողություն, այլ ջեր այդ գոլորշու հետ կապված։ Բաղադրությունը հետեւյալն է, հարգելի հեռուստադիտողներ, դեռահաս ծիրան, ցոգոլ, նախորոք հաշված հորթի միս, բայց բնական է, որ մենք կարող ենք օգտագործել նաեւ ոչ հաշված միս, բայց անպայման ցլիկի կամ հորթի երիտասարդ եւ մեջկամիս պիտի ընտրել անպայման։ Օգտագործելու ենք ծնեպեկ, թարխուն, կանաչ սոխ, կոնյակ մեր արևաբույր, աղ, պղպեղ եւ համեմի սերմ, բնականաբար ամենակարևոր եւ որոշիչ համեմունքը, որ միշտ վերջնական տեսքի է բերում եւ վերջնական համի է բերում ուտեստը, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Շատ պարզ պատրաստման եղանակ ունի այս ուտեստը։ Դեռահաս ծիրանը մաքրում ենք այսպես, սա այսպես, բոլոր մթերքները հիմա կպատրաստենք եւ կհավաքենք միանգամից, նախորոք հաշված միսը հավասարաչափ կտրատենք մանր կտորներով եւ ջերմաշճանը, որով պիտի պատրաստենք, պիտի բարձր լինի, որ մսի սննդային արժեքները պահպանվեն։ Ամբողջ պատրաստման ընթացքում պատրաստողը պարտավոր է ունենալ լավ տրամադրություն, սա նախ եւ առաջ։ Օգտագործելու ենք առատ թարխուն, այնպես որ նույնիսկ տնային տեսուհիներին խորհուրդ եմ տալիս, եթե չկա տրամադրություն, իզուր մի փորձեք ուտեստ պատրաստել, մեծամասամբ ձախողելու եք պատրաստելը։ Նախ լավ տրամադրություն եւ հետո ուտեստ պատրաստել։ Կանաչ սոխը նույնպես պիտի առատ լինի։ Ծնեբեկը եւ դեռահաս ծիրանը միասին են հասունանում, այսինքն մի եղանակի, միաժամանակ են, որ հայտ են գալիս։ Եվ ավելացնում ենք այս թարմ կանաչիները եւ դառնում է լավ ուտեստ։ Ծնեբեկը պիտի կտրատենք լուցկու հատիկի երկարությամբ։ Բնությունը մեզ պարգևում է մթերքներ, մենք էլ պիտի այդ մթերքներով, այդ մթերքների համադրմամբ պատրաստենք ուտեստ, նա հուշում է, ահա խնդրեմ քեզ ծնեբեկը, խնդրեմ քեզ դեռահաս ծիրանը, մնացածը դու մտածիր եւ պատրաստիր։ Շարովի եղանակ է այստեղ օգտագործվելու։ Կացայի մեջ շարում ենք դեռահաս ծիրանը, ցոգոլը, ինչպես նշում ենք, առատ թարխուն, կանաչ սոխ, միսն ենք տեղադրում, լավ կլինի, ցանկալի է, որ շերտերը ամբողջապես ծածկեն մակերեսը, այսինքն եթե շերտ ենք ասում, այդ շերտը, այդ մակերեսը պիտի ծածկվի։ Համեմում ենք քիչ քանակությամբ աղով, կարմիր սև պղպեղներ,
համեմի աղացված սերմ։ Հիմա նորից շերտ ունենք, նորից թարխուն, նորից կանաչ սոխ և վերջի շերտը ծնեբեկ։ Ծնեբեկ արքայական բույսը, որ բոլոր ժամանակների և բոլոր երկրների մեծամեծների, այսպես ասենք, կողմից ընդունված է որպես արքայական բույս։ Շարեցինք մթերքները, բարեկամներ, հիմա մի այսպես եզրից կոնյակն ենք լցնում, այն հաշվարկով, որ միայն բանջարեղենը և դեռահաս ծիրանը ծածկի, մի այդքան էլ ջուր, էլի նույն եզրից, վերջ դնում ենք սալօջախին և կափարիչը ծածկում ենք նախնական բարձր ջերմաստիճան, մոտավորապես 200-250 աստիճան, մի քիչ հենց գոլորշի երևաց, պիտի իջեցնենք կրակը և սպասենք 8-ից 12 րոպե։ Անցավ 12 րոպեն, բարեկամներ, բույրը, որ տարածվել է տաղավարում, ոչ մեկին հանգիստ չի տալիս, բոլորը շտապում են, տեսնեն, թե ինչ ստացվեց։ Մի քիչ կարագ կավելացնենք հիմա։ Պատրաստ է, բարեկամներ, ինչպես ասում էին մեր մեծերը, ուտեստը թող շնչահան լինի, նոր մատուցենք, մատուցելու ենք կավե քերեղանի մեջ, կավե քերեղանը պիտի ունենա համապատասխան ջերմաստիճան, մինչև 50 աստիճան նախօրոք տաքացված, և հիմա կմատուցենք։ Ուտեստ պատրաստելիս ամենակարևորն ինչն է, բարեկամներ, որ բոլոր մթերքները պահպանեն և իրենց տեսքը և իրենց հատկությունը, համայն հատկությունը, այդ թվում նաև սննդային արժեքները։ Դուք կտեսնեք, թե ինչպես է պահպանվել, ահա, ծնեբեկը իր տեսքով, իր գույնով։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, թե ինչ պատրաստեցինք, արագածոտնի ջեռեփուկ, դեռահաս ծիրանը կտրատեցինք, շարեցինք տակը, խոշոր կտրատված թարխունը և կանաչ սոխը շերտ կազմեցինք, այնուհետև նախօրոք խաշված միսը մեկ շերտ, նորից կանաչի թարխուն և կանաչ սոխ եվս մեկ շերտ, այնուհետև համեմեցինք մի քիչ աղով պղպեղով և աղացված համեմի սերմով, նորից վրայից վերջնական ծնեբեկի շերտը եկավ և վերջում 8-ից 12 րոպե շոգեխաշեցինք կոնյակի և մի քիչ ջրի այսպես համադրությամբ, վերջում ավելացրինք կարագ և ուտեստը պատրաստ է։ Ահա այս փոքր քանակի հյութը պիտի այսպես լցնենք, ծնեբեկը դեռ բուրում է, հացափունջ, հացերի հացը տապակված լավաշը մեկ եզրով այսպես, թարխուն այսպես, որ հիշեցնենք ճաշակողին, որ ուտեստը պիտի ունենա նաև թարխունին բնորոշ համը և հենց այսպես էլ կմատուցենք, հարգելի հեռուստադիտողներ, ուտեստը հիմնական ուտեստ է, պետք է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմաստիճանով, պահպանման ժամկետ 5 րոպե, մենք խորհուրդ ենք տալիս այս ուտեստը ճաշակել կարմիր անապակ ջինով։ Այսքանն ենք պատրաստել ձեզ համար, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ համբերատար սպասեցիք, ուզում եմ, որ մենք լինենք առողջ և երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու, ցտեսություն բարեկամ։ Արագածոտնի ջեռեփուկ, հորթի մեջքամիս 300 գրամ, դեռահաս ծիրան 3-4 հատ, ծնեբեկ 1 կապ,
առատ թարխուն, կանաչ սող, կոնյակ, աղ, պղպեղ, համեմիսերբ, կարագ։ Բարյախորժակ։